Ես ուզում եմ նորից ընդգծել, որ առաջկա մեր անելիքը ըստ էության շարունակությունը պիտի լինի նրա, ինչը մենք արդեն բավականին երկար ժամանակ ստեղծել ենք, խոսքը նոր որակի պետություն ունենալու եւ Հայաստանի Հանրապետության որպես անկախ ինքնիշխան պետության վերելքը ապահովելու մասին է։ Եվ մենք արդեն սկսել ենք եւ այսօր տեղի է ունենում։ Ընդամենը այս տարվա հունվարին մենք Երևանի պետական համալսարանում բացեցինք արհեստական բանականության կենտրոնը։ Հայաստանի պետական բյուջեից մենք 10 միլիոն դոլարով Երևանի պետական համալսարանի համար սուպեր համակարգիչ գնեցինք եւ արհեստական բանականության կենտրոն ստեղծեցինք, որը հասանելի է այսօր մեր երկրի ամբողջ գիտական եւ կրթական հանրությանը։ Հենց այսօր Գագարինում տեղի է ունենում արհեստական բանականության առաջին գործարանի բացումը Հայաստանի Հանրապետությունում 70 միլիոն դոլարի ներդրում։ Հունիսի կեսերին, ամենաուշը կեսերին հունիսի մեջ տեղի է ունենալու արհեստական բանականության երկրորդ գործարանի բացումը հրազդան մեքենա գործարանի տարածքում Firebird ընկերության ներդրումային ծրագիրն է շուրջ 5 միլիարդ դոլարի։ Ուզում եմ ընդգծել, որ այդ երկու իրադարձություններն էլ սերտորեն կապված են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հանդիպումների հետ, որովհետև եթե հիշում եք նախագահ Տրամփի հետ մենք նաև երկկողմ ձևաչափով երկու փաստաթուղթ ստորագրեցինք, մի քանի փաստաթուղթ ստորագրեցինք, այդ թվում տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտում համագործակցությունը։ Եվ տեսեք, մեր նաև գործողությունների արագությունն է փոխվում։ Մի տարի չի անցել, դեռ օգոստոսի 8-ից մի տարի չանցած Հայաստանում արդեն 2 հատ արհեստական բանականության գործարան է կառուցվելու։ Արհեստական բանականությունը այնա, ինչ որ նոր կյանքի եւ նոր զարգացումների եւ տեխնոլոգիաների մասին է։ Հավանիչ տեսանյութ է եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։